Բարի լույս ընկերներ ջան, շատ էիք հարցնում մեր Դոդոշիկի ձագուկների մասին, նախ շատ զգացված եմ, շատ շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, ուրեմն արդեն իրանք նախորդ տեսանյութը ամսի 6-ին էին նկարել, իրանք արդեն 11 օրական են, սակայն ցավոք երկրորդ օրը երկուսը սատկեցին, մեր Դոդոշիկը այդ երկուսին գրկե դրել էր մեր դռան դիմացը. Հիմա 6-ն են մնացել ձագուկներից, նոր են հացիկները, անուշ քնած են, ընկերներ ջան, իհարկե ես չեմ կարողանա պահեմ իրանց բոլորին, պետքա ձեզ խնդրեմ, իրանք քանի որ իրանց մայրը բավականին խելացի է, իրանք էլ վստահ եմ խելացի են լինելու, ասեմ այս մեր Դոդոշիկի մաման էլ ահա որ խելացի եղել, որտեվ մի պատմություն պատմեմ, ուրեմն ինքը փոքր ձագուկ էր հələ, հունվարի 1-ն էր, զգում եմ դուռը մեկը գմփստում է, դմ, բացում եմ, տենամ գլխով խփում եմ իր մաման ու պարզում է լսում եմ իր ձենը, վազում եմ տեսնեմ պաստանցիայի տակը, տեղ սետկայից վիզից բռնվել է, սետկային է ակրկե վիզը, գնացի իրան հանեցի, ինքը տենց միշտ մնաց մեր բակում։ Հիմա տեսեք, եթե լավ կենթանասեր մարդիկ կան, ովքեր կուզենան պահեն, գրեք ինձ, քանի որ շուտով, եթե չեմ սխալվում 40 օրականից հետո արդեն ձագերին կարելի է մորից հեռուստել, որպեսզի չմնան դուրսը, չմնան բախտի քմաճույքին, իհարկե իմ տանեցիները կերակրում են իմ տանս կողքն է, բայց հաստատ չեմ կարողանա իրանց պահեմ։ Իրանք մեծանալու են, երևի իրանց մամայի նման Դոդոշիկ են դառնալու։ Ձեզ էլ լավ օր եմ մաղթում, բարի և խաղաղ օր։